Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցից հետո երկկողմ հաղորդակցություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահը իսկ ինչ է կարծում ինչու չի շնորհավորել Կարևոր է չի շնորհավորել ձեզ համար կարևոր է պարոն Փաշինյան կարևոր է ձեզ համար իր շնորհավորանքը Գիտեք ինչ եթե այդտեղ խարսկային կողմ հետ էր խոսում Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Իսկ հանդիպում հնարավոր է։ Հրաթովիկոսի հրավեր կարգեք ազգային ժողովի անջատի։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Ասել եք հուլիսի երկրորդ կեսին գնալու եք Գնացի։ Գնացել եմ։ Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կեսին։ Այս բան մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չի։ Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները Արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեզ վերջնաժամկետ տվել է հանրաքվե անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև, սա ինչպես է մեկնաբանում Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Եվ ես ասացի, ինչ պայմաններում այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ։ Հետևաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ, ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունները